Սիրելիներ, սա արդեն երկրորդ թուղթն եմ գրում ձեզ, որոնցով ձեր մաքուր միտքը հիշեցնելով զարթնեցնեմ, որ հիշեք Սուրբ Մարգարեներից առաջուց ասված խոսքերը և մեր Տիրոջ և Փրկչի առաքյալներիս պատվիրանքները։ Բայց առաջ այս գիտացեք, որ հետին օրերումը ծաղր անողներ կգան, որ իրանց ցանկությունների պես կվարվին, և կասեն. «Ո՞ւր է նրա գալստյան խոստումը, վասնզի այնուհետև, որ հայրերը վախճանեցան, ամեն բան նույնպես կենում մնում է աշխարհի ստեղծագործությունից անհետե։ Վասնզի նրանք ուզում են այս բանը մոռանալ, թե երկինքները վաղուց էին, և երկիրս ջրից և ջրով հաստատված է, Աստծո խոսքով։ Նրա համար այն հին աշխարհը ջրհեղեղով ապականված կորավ, և այժմյան երկինքը և երկիրս նույն խոսքով պահպանված պահվում են կրակի համար դատաստանի և ամբարիշտ մարդկանց կորստյան օրումը։ Բայց այս մեկն էլ ձեզանից ծածուկ չլինի, սիրելիներ, որ Տիրոջ մոտ մեկ օրը 1000 տարվա պես է, և 1000 տարին ինչպես մեկ օր։ Տերը չի ուշացնիլ խոստումը, ինչպես ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վրա, որովհետև չէ կամենում, որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարության հասնեն։ Բայց Տիրոջ օրը գիշերվա գողի պես կգա, որ նրանում երկինքը շառաչյունով կանցնե և տարերքը կրակով վառված կհալվին, և երկիրը և նրանում եղած բաներն էլ կայրվին։ Հիմա որ սրանք ամենը հալվելու բաներ են, ինչպե՞ս պետք է դուք գտնվիք սուրբ և աստվածապաշտ վարքում, սպասելով և արտորալով Տիրոջ գալստյան օրին հասնել, որ նրանում երկինքները կրակով այրված կլուծվին, և տարերքը կրակ ընկած կհալվին։ Բայց նրա խոստմունքի պես նոր երկնքի և նոր երկրի ենք սպասում, որոնցում արդարություն է բնակվում։ Սրա համար, սիրելիներ, սրան սպասելով ջանք արեք, որ անբիծ և անարատ գտնվիք նրա առաջին խաղաղության մեջ։ Եվ մեր Տիրոջ երկայնամտությունը փրկություն համարեցեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ Աստվածանից իրան տրված իմաստության պես գրեց ձեզ, ինչպես ամեն թղթերումն էլ խոսում է այս բաների համար, որոնցում մի քանի դժվարիմաց բաներ կան, որ անուսումները և անհաստատները նրանց ծռում են, ինչպես մյուս գրքերն էլ իրանց անձերի կորստյան համար։ Ուրեմն դուք, սիրելիներ, առաջուց իմանալով զգույշ կացեք, որ միգուցե անօրենների մոլորությունով հափշտակվելով ընկնեք ձեր հաստատությունիցը, և աճեցեք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհքովը և գիտությունովը։ Նրան լինի փառք և հիմա և մինչև հավիտենական օրն։ Ամեն։